2023-ին Արցախի հետ բռնի տեղահանման օրերին դուք ուսանողությանը կոչ եք արել ձեզ մեջ բերում վզներին դուրս տալով շպրտել այն դասախոսներին ու աշխատակիցներին, ովքեր կհամաձայնեն քննադատել կառավարությանը կամ վարչապետին, նրանց անվանելով հայության ստորագույն սեգմենտ եւ 5-րդ շարժում։ Ուրեմն տեսեք ինչ կա, դուք կապում եք ինչ-որ թվի հետ, բայց այդ կարծիքը, երբ որ բուհերում լցված է եղել պետական հակակառուցություն, թվերի հետ մի կապեք, դա այդպես չի։ Ես հիմա եմ գտնում, որ ովքեր որ հակապետական կուրս են վարում, դասախոսների մասին է խոսքը, ուսանողներն իրավունք ունեն վզներին տալու եւ դուրս գցելու։ Լավ եմ անում։ Կներեք, այսինքն ինչ է նշանակում բռնության կոչը։ Հա, վզներին տալը օրինակ բռնության կոչ չի, դասախոսներին ու աշխատակիցներին։ Բայց դուք մտածում եք, որ իրավունք կա, թե չկա, հա, իրավունք չունի մարդը ասելու, դա դուք դա եք ասում։ Հա, բռնության կոչը, հա, ինչ։ Ինչ այդ օրերին պետությունը պահելու խնդիր է եղել։ Բուհերը ցնցվել են, դուք պետք է կանչեք սրանց, թե ինչու եք այս ծանր վիճակում այդ տարիներին, ինչու եք դուք այս մարդկանց հետ ուրեմն պետության հարցում այսպես հակապետական դիրքորոշում ունեցել դասախոսներին։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ հակապետական դիրքորոշում են որթե գրել, ոչ թե ինչ-որ մարդկանց, որոնց հետ ես գոլեկաներ եմ աշխատում։ Այսինքն նորմալիզացնում եք բռնության կոչը, ոչ, եղել են ուրեմն դասեք երբույթներ, որ ասում են հեղափոխություն արդարացնում եք, թե չէ, հեղափոխություն արդարացնել է հեղափոխության օրերին։ Այս հեղափոխությունը անվանում եք Թավշյա, այս անգամ ես Թավշյա շատ քիչ եմ ասել։ Չէ, բնութագրում ես ասել եմ հայկական հեղափոխություն։ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնութագրումը հեղափոխության վերաբերյալ Թավշյա հեղափոխությունն է։ Այդ իշխանությունն է ասել։ Ես ասել եմ հայկական հեղափոխություն։ Այսինքն Թավշյա չի եղել հեղափոխությունը։ Թավշյա է եղել, բայց ինձ համար բովանդակությունն է եղել կարևորը, ոչ թե ձևը։ Թավշյա ձևն է, ինչպես, որ ողջունելի է, չէ։ Հիմա կա ինչ-որ ձևով այդ հեղափոխության արժեքների ու բռնության կոչ անելու միջև ինչ-որ տրամաբանական խզում։ Հիմա կարծում եմ, որ հիմա մենք պետք է անցնենք էվոլյուցիոն զարգացման փուլ, էվոլյուցիոն եւ կայունացման փուլ։